Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք մեր հերթական ապրիլի 25-ի գործակարգ քվարական խորհրդակցությունը։ Ուզում եմ տեղեկացնել նոր նշանակումների մասին։ Պարոն Սիրեկան Օհանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական։ Շնորհավորում ենք պարոն Սիրեկան Օհանյան։ Տիկին Լիլիթ Յավրյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Շնորհավորում եմ տիկին Յավրյան։ Պարոն Դավիթ Կարապետյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Շնորհավորում եմ։ Եվ պարոն Անդրանիկ Սեդոյանը նշանակվել է Երևան նախագիծ Փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Շնորհավորում եմ հարգելի գործընկերներ։ Սկսենք հիդրոմեծառայությունից։ Համաձայն պետհիդրոմեծառայության կողմից ներկայացված տեղեկատվության Երևան քաղաքում ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 26-ի գիշերը սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Ապրիլի 26-ից 28-ը երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ ապրիլի 29-ից 30-ը կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամուշ գնացում 13-ից 16 մետր/վայրկյան արագությամբ։ Շաբաթվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի ապրիլի 27-ի, 28-ի, 29-ի եւ 30-ի ցերեկը 22-ից 24 աստիճան տաքություն, իսկ նվազագույն ջերմաստիճանը կգրանցվի ապրիլի 26-ի եւ 27-ի գիշերը 6-ից 8 աստիճան։ Շնորհակալություն, փրկարարական ծառայություն։ Պարոն փոխքաղաքապետ, հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքի ճգնաժամային կառավարման բաժնում գրանցվել է 301 դեպք, որից արտակարգ իրավիճակների մասով 90 դեպք, կենցաղային բնույթի 174 դեպք, ինքնակամ շինության 3 եւ կոմունալ կենցաղային հարցերով ստացված ահազանգների թիվը կազմում է 34, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, Վեոլա ջուր։ Պարոն Ավինյան, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 643 վթար, որից 191-ը ջրագծի, 452-ը կոյուղագծի։ Վթարավերականգնողական աշխատանքների ընթացքում քանդվել է 463 մետր քառակուսի ասֆալտբետոնե ծածկույց, որից 277-ը արդեն իսկ վերականգնվել է։ Իրականացվել է թվով 15 ջրազրկում, 1 պլանային, 2 դիտավորերի եւ թվով 260 հեղեղատար ցանցերի մաքրման աշխատանքներ։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գալստյան։ Պարոն Արայան, առաջարկում եմ նախարարության հետ քննարկել եւ միասնական ծրագիր մշակել մեր Վեոլաջրի եւ տարածքային կառավարման նախարարության երկարաժամկետ կոյուղագծերի ընդհանրապես խնդրի լուծման համար, որովհետեւ սենց տարանջատ տարբեր տեղերում այդ խնդիրների հայտ են գալի, ոմանք լուծվում են Վեոլայի կողմից, ոմանք մեր կողմից, բայց ընդհանուր ծրագիր է պետք մեզ։ Շատ լավ, պարոն Ավինյան, նախագիծը միջոցառումների կազմեմ, ձեզ կներկայացնեմ, այդ ֆորմատով գրավիրենք խորհրդակցություն։ Շնորհակալ եմ։ Երևան գազ։ Պարոն Ավինյան, հաշվետու ժամանակահատվածում 2 վթարի արձանագրվել ԳՄ-ի սպասարկման տարածքում, 2 հասցեներում էլ վթարավերականգնողական աշխատանքներն ավարտված են։ Պարոն Արտաշեսյան, մենք մեկ էլ մեծ քանակի ահազանգեր ենք ունեցել գազի հոտի հետ կապված, դրա մասին էլ կխնդրեի բարձրաբանել։ Պարոն Ավինյան, բոլոր կանչերին օպերատիվ արձագանքել ենք, սպասարկում ապահովված է, որևէ դուրս խնդիր չկա, իսկ այսօր եթե ինչ-որ կարիք լինի, ուսումնասիրենք, ձեզ կտեղեկացնենք, որևէ դուրս վտանգ չկա այս բանը։ Շատ լավ, այսինքն որևէ խնդիր չի եղել, դա ընդհանրապես գազի հոտը ահազանգեր, բոլոր ահազանգերին արձագանքել ենք, սպասարկել ենք, մեքենաները բոլորը աշխատել, բրիգադներով ապահովել են։ Շնորհակալ եմ։ Ջրօգտագործողների ընկերություն։ Պարոն Ավինյան, համակարգը պատրաստ է ոռոգման ջրամատակարարման եւ ըստ հայտերի արդեն մատակարարում ենք։ Շնորհակալություն, հվկակ։ Ապրիլի 15-ից մինչև ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խմելի ջրի լաբորատոր հետազոտության արդյունքում շեղումներ չեն արձանագրվել։ Շաբաթվա ընթացքում Երևան քաղաքի բնակիչների շրջանում սննդային թունավորման դեպքեր չեն գրանցվել եւ նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի բնակիչների շրջանում արձանագրվել են աղիքային վարակի 43, օդակաթիլային վարակի 380,
մանկական վնասվածքների 78, մակաբուծային հիվանդությունների 11 եւ քիմիական թունավորումների 21 դեպք։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։ Պարոն Ավինյան, նախորդ շաբաթվա ընթացքում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծի հեռախոս համարին գրանցվել է 3 ահազանգ, որոնք վերաբերվել են սննդամթերքների մակնշման խնդիրներին եւ տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված։ Բոլոր ահազանգերի մասով իրականացվել են վերահսկողական աշխատանքներ, արտարոց դեպքեր չեն գրանցվել շաբաթվա ընթացքում։ Շնորհակալություն, Երևանի ավտոբուս։ Պարոն Ավինյան, հաշվետու ժամանակահատվածում Երևան ավտոբուս փակbaşıtերական ընկերության կողմից սպասարկվող 43 երթուղիներում աշխատել են ընդհանուր թվով 2364 շարժակազմ, որից 665 հայգեր մակնիշի, 1212-ը ժողովրդող մակնիշի, 91 ման մակնիշի եւ 396 փոքր դասի գազել մակնիշի միկրոավտոբուսներ։ Տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային 16 պատահար, որից 1 պատահարը թիվ 58 ավտոբուսային երթուղում թեթև մարմնական վնասվածք է ստացել 1 ուղևոր, նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել է տուն։ Այսքանը շնորհակալություն։ Քանի ման մագնիշի, պարոն Մանուկյան։ 91, այդ շաբաթվա կտրվածքով, Հա, հասկացա, ինչի մասին է խոսքը, բայց դեռ ամբողջ ծավալը չի մեր ման մագնիշի ավտոմեքենաների։ 16 ման մագնիշի ավտոբուսներ են դուրս եկել համար 1 երթուղի, այդ 7 օրվա կտրվածքով։ Շատ լավ, այսօր նաև կհասկանանք, պարոն Սարգսյան, շարունակությունը ժամկետների եւ գծերի։ Երևանի էլեկտրատրանսպորտ։ Պարոն Ավինյան, հաշվետու շաբաթվա ընթացքում երթուղիներում շահագործվել է թվով 248 շարժակազմ, լուրջ պատահարներ չեն գրանցվել։ Մեր նոր տրոլեյբուսներից, պարոն Սարգսյան, ինչ նորություն ունենք։ Պարոն Ավինյան, ամբողջ շաբաթվա ընթացքում կապ ենք հաստատել Ռուսաստանի եւ Վրաստանի մեր գործընկերների հետ, այնտեղ բարձրության եզրաչափերի հետևանքով առաջացած խնդիրները խոստացել են այս շաբաթվա ընթացքում թույլտվությունը տան եւ նրանք արդեն կշարժվեն դեպի Երևան։ Շնորհակալ եմ, Երևան տրանս։ Պարոն Ավինյան, ձեզ եմ ներկայացնում աշխատանքային օրերին սպասարկող մեքենաների մի քանակ ավտոբուսներ 457, մասնավոր ընկերությունների կողմից սպասարկող միկրոավտոբուսներ 285, տրոլեյբուսներ 37։ Զեկուցում եմ նաև, որ ապրիլի 14-ից 20 անկա ժամանակահատվածում ընկերության թեժգից հեռախոս համարին ստացվել է թվով 14, քաղաքապետարանի թեժգից հեռախոս համարին 16 ահազանգ, կատարվել են ուսումնասիրություններ, ահազանգերից 12-ին տրվել է լուծում, իսկ 2-ը քննարկման փուլում է, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, մետրոպոլիտեն։ Պարոն Ավինյան, մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 525.539 ուղևոր, գիծ է դուրս բերվել 2806 գնացք, փոխարինվել է 37 հատ փայտակոչ, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, շտաբ բուժօգնություն։ Պարոն Ավինյան, շտապօգնության կողմից կատարվել է 4991 կանչ, հիվանդանոց է տեղափոխվել 1186 հիվանդ, մանկական կանչերի թիվը 422, հիվանդանոց է տեղափոխվել 160 երեխա, արտակարգ դեպքեր չեն գրանցվել, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն, Երկաղլույս։ Պարոն Ավինյան, նախորդ շաբաթ արտաքին լուսավորության ցանցի վթարների վերաբերյալ ստացվել է 123 ահազանգ, վթարների մեծ մասը վերականգնված է։ Ավտովթարի հետևանքով տեղի է ունեցել 1 դեպք, վնասվել է թվով մեքենասյուն, 2 լուսատու։ Շնորհակալություն այսքան։ Շնորհակալություն, Երևանի աղբանություն եւ սանիտարական մակրում։ Պարոն Ավինյան, հաշվետու ժամանակահատվածում ամենօրյա ռեժիմով աղբանություն է կատարել 78 աղբատար մեքենա շաբաթական 7-օրյա աշխատանքային գրաֆիկով։ Թվով 461 սան մակրման աշխատակիցներ շաբաթական 5-օրյա գրաֆիկով, 6-օրյա գրաֆիկով ապահովել են Երևանի փողոցների եւ բակերի մաքրությունը։ Թվով 9 փոշեկուլ մեքենաներ եղանակային պայմաններից կախված 5-օրյա գրաֆիկով իրականացրել են փողոցների մաքրությունը։ Փողոցները լվացվել են 24 ջրցան մեքենաներով 5-օրյա աշխատանքային գրաֆիկով։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, այս շաբաթը սկսելու ենք քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությունից եւ սկսենք հսկողականներից, խնդրեմ։
Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ըսկողական 181 կատարման ժամկետ յուրաքանչյուր շաբաթ։ Պարոն Ավինյան, ուզում եմ տեղեկացնել, որ քաղաքաշինության ճարտարապետության վարչության մասով ուշացած ժամկետանց գրությունների քանակը հասնում է 5163-ի։ Անցած նախորդ շաբաթվա ընթացքում ելք է եղել վարչությունից թվով 150 գրություն, որոնք նաև հարցներ են տարբեր տեսակի։ Իսկ անցած շաբաթվա ընթացքում, որ նաև հաշվետու շաբաթն ենք համարում մեծ պայմանությամբ, այդ թիվը հասցրել ենք մոտ 593-ի, բազմապատկելով 4 անգամ ավելի շատ, քան նախորդ շաբաթվա ընթացքում։ Այդ 593 գրությունից, պարոն Ավինյան, ուզում եմ ձեզ տեղեկացնեմ, որ 550-ը մաքուր փակված գործեր են։ Շնորհակալ եմ, պարոն Մուրադյան, մենք ամեն շաբաթ անդրադառնալու ենք ժամկետանց դիմումներին եւ հաջորդ անգամ ակնկալելու եմ, պարոն Մուրադյան, որ դուք հստակ ժամկետ ֆիքսեք, թե որ օրն ենք մենք ձերբազատվում բոլոր ժամկետանց դիմումներից, այսինքն մաքրում այս բոլոր դիմումները եւ արդեն կարելի ասել զրոյական կետից սկսում եւ մեկ հարցել ես 5163-ի բացվածքն էլ կխնդրեմ ասել ու նաեւ այն մոտավոր ժամկետը թե երբվանից է սա սկսել կուտակվել։ Պարոն Ավինյան, 5163-ը հաշվարկը սկսել ենք Մալբրի ներդրման ժամկետից սկսած, այսինքն 22 թվականի ապրիլի 1-ից հաշվառումը տարել ենք մինչև 23 թվականի ապրիլի 12-ը։ Այսինքն Մալբրիից առաջ, երբ որ Էլփաս ա եղել, Էլփասից տեղափոխվել են գրությունները Մալբրի համակարգ եւ այս պայմանությամբ կազմում է 5163 պարոն Ավինյան։ 5163-ի մեծ մասը, մոտ 3800 չափ գրություն միջնակամերի մասով է միայն կոդակված մեզ մոտ, մնացածը ըստ արդեն ճյուղային բաժինների։ Իրատեսական է ասել, պարոն Մուրադյան, որ մինչև օգոստոս այս ամբողջ ծավալը մաքրած կլինենք։ Պարոն Ավինյան, կարծում եմ այո, ես կփորձեմ այդ այսօր ձեզ ներկայացնեմ որոշակի գրաֆիկ դրա համար։ Շատ լավ, եկեք խնդիրը դնենք այնպես, որ մինչև օգոստոս ամիսը սույն թվականի բոլոր ժամկետանց գրությունները իրենց պատասխանները ստացած են լինելու։ Եվ մենք այդ օրով օգոստոսի 1-ով այլևս չենք ունենալու ժամկետանց դիմում։ Շնորհակալ եմ, հաջորդ։ Առողջապահության վարչության ըսկողական համար 1 կատարման ժամկետ յուրաքանչյուր շաբաթ։ Պարոն Ավինյան, հաշվետու ժամանակի ընթացքում շտաբ բուժօգնության ծառայության կողմից արձանագրվել է 34 վթար վրայերտ, որից տուժել է 39 անձ, բարեբախտաբար մահ չունենք։ Երևանում գրանցված մահերի քանակը կազմում է 130, պոլիկլինիկաներում հաճախումների թիվը կազմում է 38856, Երևան քաղաքում ծնվել է 425 երեխա, որից 216 տղա, 209 աղջիկ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության ըսկողական 12 զեկուցել էներգախնայողության ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի թվով 6 մանկապարտեզների տանիքներում իրականացվող աշխատանքների մասին։ Պարոն Ավինյան, նախատեսված 6 մանկապարտեզներից 5-ը ավարտված են, 6-րդի մասով ՄԱԿ-ի գրասենյակի կողմից նախագծային փոփոխության առաջարկ ենք ստացել, շինբարակարգման վարչության կողմից տրամադրվել է նախագծողին ուսումնասիրության, կա արդեն նախագծողի եզրակացությունը, ինչը տրամադրվել է ՄԱԿ-ի գրասենյակին, կարծում եմ մեկ շաբաթ 10 օրյա ժամկետում կունենանք պատասխան եւ դա կավարտենք, բայց ինքնին մանկապարտեզների տանիքները ավարտված են, որոնց խոչընդոտ չկա շահագործման, պարզապես կա նախագծային փոփոխություն։ Նաեւ 6-րդին։ 6-րդի մասով էլ։ Շատ բարի, դե եկեք 2 շաբաթ հետո վերջնական կփակենք այս հանձնարարականը, հաջորդ։ Բնապահպանության վարչության ըսկողական 32 զեկուցել Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տրամադրելու գործընթացի կազմակերպման նպատակով մրցույթ հայտարարելու եւ Հրազդանի կիրճի մաքրման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին։ Պարոն Ավինյան, զեկուցեմ, որ Հրազդանի կիրճին բնապահպանական կարգավիճակ տալու նպատակով պատրաստվել է Հրազդանի կիրճ պլանավորվող արգելավայրերի տարածքում մասնագիտական ուսումնասիրությունների, կենսաբազմազանության գույքագրման եւ քարտեզագրման աշխատանքների պատվիրման տեխնիկական առաջադրանքը եւ այն համաձայնեցվել է լիազոր մարմնի շրջակա միջավայրի նախարարության հետ։ Գնման հայտը ներկայացվել է գնումների վարչություն, տեղեկացնեմ նաև, որ զուգահեռ քաղաքաշինություն ՓԲ-ի կողմից ներկայումս ընթանում են կիրճի տարածքում չափագրման աշխատանքները։
զուգահեռ նաև մենք իրականացնում ենք Կիրճի եւ Երևանյան լճի առանձին հատվածներում ճաճային բուսականության եւ եղեգների ոչնչացման չորացման աշխատանքներ։ Նաև այս շաբաթ կհայտարարվի Ռազդանի Կիրճում աղբի հավաքման եւ տեղափոխման ծառայությունների մրցույթը։ Շնորհակալ եմ։ Ինչ ենք հասցնելու այս տարի անել։ Այս տարի մինչև տարվա վերջ կիրականացվի այդ կուտակված աղբի Ռազանի Կիրճում կուտակված աղբի տեղափոխումը, նաև մոտ 2-3 շաբաթվա ընթացքում կավարտվի Կիրճի տարածքի չափագրման եւ պլանավորվող արգելավայրի սահմանների որոշման աշխատանքները եւ մինչև տարվա վերջ նաև այդ մասնագիտական բնապահպանական ուսումնասիրությունները կավարտվեն եւ արդեն հաջորդ տարի կկարողանանք կառավարության որոշումը պատրաստել արգելավայրի ստեղծման վերաբերյալ։ Շնորհակալ եմ, հաջորդը։ Շինարարության բարեկարգման վարչությանը սկողական 155 զեկուցել 2022 թվականից վերանորոգման ընթացքի մեջ գտնվող մանկապարտեզների շինարարական աշխատանքների մասին։ Պարոն Ավինյան, թիվ 48, թիվ 81, թիվ 143 եւ թիվ 15 մանկապարտեզները ավարտական փուլում են արդեն մեկ շաբաթից կարող ենք ընդունել։ Թիվ 74 մանկապարտեզը 28% կատարողական ունենք, թիվ 22, թիվ 23 մանկապարտեզները 83%, թիվ 135 մանկապարտեզը 38 եւ 138 մանկապարտեզը 53%, 109-110 մանկապարտեզները համապատասխանաբար 79 եւ 89% կատարողական, 161 մանկապարտեզը 45% կատարողական, թիվ 44 մանկապարտեզը 50% կատարողական, 50 մանկապարտեզը 53%, 95 մանկապարտեզը 62%, 77 մանկապարտեզը 71%, 137 մանկապարտեզը 65%, 147 մանկապարտեզը 85% եւ թիվ 61 մանկապարտեզը 55% կատարողական։ Շնորհակալ եմ, պարոն Գրիգորյան, մենք այս տարի մեր հայտարարած 22 մանկապարտեզները հասցնում ենք։ Այո, պարոն Ավինյան, հասցնելու են 22 մանկապարտեզները հանձնել, այս պահին արդեն 7-ը փաստացի ավարտված է, մնացած 15-ը կհասցնենք։ Շնորհակալ եմ, հաջորդ։ Շինարարության բարեկարգման վարչությանը սկողական 161 զեկուցել Մայրաքաղաքի թվով 9 գետնանցումներում եւ Թայիրովի փողոցից հաղթանակ կամուրջ բարձրացող աստիճաններին վերելակներ տեղադրելու աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն Ավինյան, հաղթանակ կամուրջ բարձրացող երկու վերելակների գնման հայտը այսօր ուղարկել ենք արդեն գնումների վարչություն, իսկ մնացած 9 գետնանցումների տիպային վերելակների ծավալաթերթի ճշգրտումներից հետո դրանք եւս կուղարկվեն մրցույթի։ Եվ դա երբ տեղի կունենա։ Այս շաբաթ արդեն կունենանք մրցույթի ուղարկված հայտ։ Շատ լավ, հաջորդ։ Շինարարության բարեկարգման վարչությանը վարչական շրջանների ղեկավարներին սկողական 174 զեկուցել Երևան քաղաքի 12 վարչական շրջանների մանկապարտեզներում հրատապ լուծում պահանջվող շինարարական աշխատանքների մասին։ Պարոն Ավինյան, պետք է խոսենք սրա մասին ավելի մանրամասն, որտեղ սա նոր երևույթ է Երևանի քաղաքապետարանի ձեռնարկած միջոցառումների մեջ, մեր արդեն իսկ վերանորոգված եւ այն մանկապարտեզները, որ 2022 թվականին երաշխիքային սպասարկման մեջ չեն, բոլոր այդ մանկապարտեզները ունենալու են սպասարկում տարբեր միջոցառումների, որոնք բոլորը հավաքվել են վարչական շրջանի կողմից արված հարցումների միջոցով, ամեն մի չափաբաժինը, որը ընդգրկում է իր մեջ երկու վարչական շրջան, մոտ 25 միլիոնի շրջանակներում ամբողջ տարվա ընթացքում սպասարկում է իրականացվելու, չափաբաժիններն նշեմ, պարոն Ավինյան։ Նախ եւ առաջ ֆիքսենք, որ նախկինում չհիմնանորոգված մանկապարտեզները այս ցանկի մեջ չէին մտնում։ Հրատապ լուծումներ իրենց համար չունեինք, ճիշտ եմ հիշում։ Պարոն Գրիգորյան։ Պարոն Ավինյան, ցանկում ներգրավված են բոլոր այն մանկապարտեզները, որոնք 18, 19, 21 թվականներին վերանորոգվել են եւ բոլոր այն մանկապարտեզները, որոնք այս տարի չեն դրվելու մրցույթի։ Այսինքն կրկնակի գործ դրանց վրա չի արվելու։ Հին մանկապարտեզների համար հրատապ լուծումը այս նախատեսվում է, թե ոչ։ Այն մանկապարտեզները, որոնք այս պահին նախագծվում են հաջորդ տարի կամ 2025 թվականի շինարարության մրցույթ հայտարարելու, դա պարզ է։ Ներառում ենք։ Ներառում ենք։ Այո, որովհետև այնտեղ հիմնականում կոյուղու եւ նմանատիպ
խողովակների խնդիրներ ենք ունենում, որոնք վարչական շրջանները կամ մանկապարտեզները իրենց միջոցներով Ինչը չենք ներառում։ Չենք ներառում այս տարվա երաշիքային սպասարկման մեջ գտնվող մանկապարտեզները, այս տարի շինարարության մեջ գտնվողները եւ ծիգի ծրագրով երկրորդ ծրագրով 20 մանկապարտեզները, որոնք դրվելու են շինարարության մրցույթի։ Այսինքն բոլոր նրանք, որոնք որտեղ որ շուտով շինարարությունն է սկսվելու, այդտեղ հրատապ լուծումը չենք ունենք, պետք չի մեզ։ Հա, բարձր, շատ լավ։ Սա բավարարելու է 150 միլիոնը ձեզ։ Այո։ Շինարարության Հաջորդ։ բարեկարգման վարչությանը Երևան նախագիծ ընկերությանը սկողական 51 զեկուցել մանկական երկաթուղու թունելներում վերանորոգում իրականացնելու նախագծային աշխատանքների մրցույթի արդյունքների մասին։ Պարոն Ավինյան, արդեն 3 անգամ այս մրցույթը չի կայանում նախագծման։ Մենք ունենք հետազոտություններ, մրցույթով հետազոտություններ ենք պատվիրել եւ ունենք հետազոտությունների արդյունքներ։ Եվս մեկ անգամ մենք նորից էլի հայտ ուղարկել ենք գնումների վարչություն։ Ուղղակի այստեղ չեմ հասկանում, խնդիր ունենք, մասնակցություն չի լինում։ Իսկ պատճառը գիտենք։ Չէ, պատճառը չգիտեմ։ Դե մի հատ եկեք հասկանանք պատճառը, քննարկենք, ինչու չեն մասնակցում, խնդրենք նաև մեր գործընկերների նախագծող, որ մասնակցեն այս մրցույթին նույնպես։ Շատ լավ։ Պարոն Մատչյան, ես կառաջարկեմ նաև ներդրողի հետ մի հատ քննարկել, որպեսզի իրենք էլ նույնպես այս հատվածին ուշադրություն դարձնեն, որովհետև ուղիղ մանկական երկաթուղու հետ կապ ունեցող ծրագրի մասին է խոսքը։ Հաջորդ։ Շինարարության բարեկարգման վարչությանը սկողական 48 զեկուցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի անբարեկարգ հատվածում շատրվաններ կառուցելու աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն Ավինյան, շինարարության արժեքը 348 միլիոն 999, շահող կազմակերպություն Ավետիսյան շին ՍՊԸ, աշխատանքների ժամկետը 160 օր համաձայնագիրը կնքելուց հետո, սա կառավարության ֆինանսավորման ծրագրերից է եւ քանդման աշխատանքները արդեն մեկնարկել են։ Ժամկետը ինչ է շինարարության։ 160 օր։ Մինչև տարվա վերջ կունենանք։ Այո։ Հաջորդ։ Շինարարության բարեկարգման վարչությանը սկողական 179 զեկուցել Երևանի համար 41, համար 105 եւ համար 140 մանկապարտեզների հիմնանորոգման եւ համար 71 եւ համար 48 մանկապարտեզների բակերի բարեկարգման աշխատանքների մասին։ Սրանք ներառված չէին։ Այն զեկույցում ներառված չէին։ Չէ։ Պարոն Ավինյան, սա կառավարության ծրագրով ֆինանսավորվող մանկապարտեզների եւ մանկապարտեզների բակերի ցանկերից են։ Աչափնյական վարչական շրջանի թիվ 41 մանկապարտեզը ունի շահող Էլդոգար ՍՊԸ-ն 451 միլիոնով, Նորնորդ վարչական շրջանի թիվ 105 մանկապարտեզը Լեոնարդ ՍՊԸ ընկերությունը արդեն 15% կատարողական ունենք, եւ թիվ 140 մանկապարտեզը Շենգավիթի, թիվ 143 մանկապարտեզի բացումից հետո տվյալ մանկապարտեզը կհանձնենք շինարարության փուլին։ Բակերը Թիվ 71 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները համաձայնագիրը կնքումից հետո 330 օր է տրված շինարարությունը իրականացնելու համար, թիվ 48 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքների մրցույթի բացման օրը մայիսի 2-ն է։ Շատ լավ։ Մենք այսուհետ բակերը մանկապարտեզների հետ մեկ փաթեթով ենք, չէ՞, դնում մրցույթի։ Պարոն Ավինյան, մեր նախնական պայմանավորվածությունից հետո արդեն բոլոր այն մանկապարտեզները, որոնք ծիգի երկրորդ ծրագրով արվելու են, մենք դրանք նախագծում ենք հանձնենք ծիգին եւ երկրորդը, որոնք որ չեն արվել, այսինքն 18-19 թվականներից սկսված բոլոր մանկապարտեզները, որոնք բակի բարեկարգման խնդիր ունեն, բոլորը նախագծման մրցույթում են։ Շնորհակալություն, հաջորդ։ Կանանչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ին հսկողական 136 զեկուցել Երևանյան լճի ափամերձ տարածքի կանանչապատման աշխատանքների մասին։ Պարոն Ավինյան, զեկուցում եմ ձեզ, որ Երևանյան լճի ափամերձ տարածքում մեր մասնագետների կողմից ֆիտոնախագծի աշխատանքները ավարտված են։ Հիմնականում դիզայներների եւ ճարտարապետների կողմից առաջարկվել է ուրեմն սոճուտներով եւ կանաչ զանգվածով, ինչպես նաեւ կլինեն քարապարտեզներ, դրա հետ մեկտեղ կխնդրեմ նաև մի այսպես խնդիր ունենք, երևի երկաղլույսին ձեր հանձնարարականը, որպեսզի այնտեղ ըստ մեր մասնագետների անհրաժեշտություն կա նաև
գեղարվեստական լուսավորման, հիմնականում քարապարտեզների, եթե հնարավոր է այդ լուսավորումն էլ ապահովենք գեղագիտական տեսքը ավելի տեսանելի արտահայտիչ դարձնելու համար։ Շնորհակալություն, պարոն Բեգոյանց, առաջարկում եմ այս շաբաթ շրջայց անենք, ես, դուք, պարոն Գրիգորյանը եւ նաեւ պարոն Թևանյանը եւ տեղում հասկանանք, քննարկենք, նաեւ հասկանանք ավարտական, այսպես ասած, փուլը, պարոն Գրիգորյան, երբ այսպես ասած մեր ավարտը, այնտեղ շինարարական էլի աշխատանքներ ունենք անելու, թե չունենք։ Չհաշված, որ այնտեղ կան մասնավոր տարածքներ։ Ավարտական փուլում ենք, պարոն Ավինյան, շրջայցը շատ տեղին կլներ։ Շատ լավ։ Հաջորդը։ Մշակույթի և տուրիզմի շինարարության բարեկարգման վարչություններին, վարչական շրջանների ղեկավարներին հսկողական 119, գույքագրել մայրաքաղաքի տարածքում տեղադրված հուշարձանները, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի և սպորտի նախարարության հետ ձեռնարկել համապատասխան միջոցներ, վերջին տասնամյակում տեղադրված հուշարձանները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ներառելու, ինչպես նաև հուշարձանների տեխնիկական զննման կարգ սահմանելու ուղղությամբ և զեկուցել։ Հարգելի պարոն Ավինյան, վերջին տասնամյակում տեղադրված հուշարձանների ցանկը վարչական շրջաններից վերցվել է եւ վարչությունում ամփոփվել է։ Այսօր կարող ենք ներկայացնել կրթության, գիտության եւ մշակույթի սպորտի նախարարություն։ Իսկ ինչ վերաբերվում է սեյսմակայունության հետ կապված, դա մեր գործընկերների հետ քննարկում ենք, որպեսզի կարողանանք այդ կարգը սահմանել, հասկանանք ինչպես այդ գործընթացը լինելու։ Մի մասով ավարտված է հսկողականը, մյուս մասով խնդրեմ թողնենք մնաուժի մեջ։ Շատ լավ, պարոն Սարգսյան, եկեք ուրեմն եւս մեկ քննարկում կազմակերպենք, որպեսզի հասկանանք այս ընթացակարգը, որովհետեւ մենք նաեւ ենթադրում եմ անդրադառնում ենք հուշարձան շենքերին, չենք արձաններին։ Ես առաջարկում եմ այս հսկողականին կամ մեկ այլ հսկողականով ավելացնել հուշարձան շենքերի խնդիրը, որովհետև քաղաքում կան հուշարձան շենքեր, որոնք որ կարելի ասել անտերության են մատնված, չեն շահագործվում, ջարդված պատուհաններով են եւ այլն, եւ այստեղ կարծում եմ մենք ունենք անելիք կրթության, գիտության, մշակույթի նախարարության հետ համատեղ եւ օրենքով նաեւ կան համապատասխան դրույթները, թե ինչա տեղի ունենում, երբ որ սեփականատերը մշակութային հուշարձան հանդիսացող շենքերի հետ չի վարվում այնպես, ինչպես որ պետք է վարվի։ Ես կառաջարկեմ խորհրդակցություն անցկացնենք, հրավիրենք նաև կրթության, գիտության, մշակույթի նախարարության մեր գործընկերներին եւ ֆիքսենք, արձանագրենք բոլոր այն հուշարձանները, որոնք որ հուշարձան շենքերը, որոնք որ գտնվում են ոչ բարվոք վիճակում եւ հետեւողականորեն սկսենք աշխատել, որպիսի նրանց վերականգնման աշխատանքները տեղի ունենան։ Շատ լավ։ Հաջորդ Տրանսպորտի վարչությանը հսկողական 99 ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ 2024 թվականին հետիոտնային կանչովի լուսացույցերի ձեռքբերման նպատակով նախագծանախաշվային փաստաթղթերի մրցույթ հայտարարելու ուղղությամբ եւ զեկուցել։ Պարոն Ավինյան, ուղարկվել է համաձայնեցման փաթեթը։ Շատ լավ, հաջորդը Հսկողական 129 զեկուցել փոքր լուսացույցերի ձեռքբերման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին։ Սա ինչ պայմանավորվեցինք, պարոն Սարգսյան, որ վերցնեմ օրինակը հիմա ավտոմեքենայում է, միասին կքննարկենք, ընթացքը կտանք։ Շատ լավ, հաջորդը Հսկողական 146 զեկուցել նոր ներկրված ավտոբուսների երթուղի դուրս գալու աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն Ավինյան, ինչպես արդեն հայտնի է, նախորդ շաբաթ շահագործման հանձնվեց եւս երկու երթուղի, համար 40 եւ 67 երթուղիները փոքր դասի ավտոբուսներով։ Ամսի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել եւս 4 երթուղի, երրորդ համար երթուղին կփոխարինվի ման ավտոբուսներով, Նորքի 9-րդ զանգվածից մինչև հարավ-արևմտյան թաղամաս, 18 համարի երթուղին Բոգդան ավտոբուսներին կփոխարինեն Ժոնգթոնգ ավտոբուսները, Սիլիկյան թաղամասից մինչև Մուշական, 21 համարի բազիկների փոխարեն դուրս կգան շահագործման փոքր դասի ավտոբուսներ, այո։ Եվ 47 փոքր դասի ավտոբուսները կունենան երթուղու փոփոխություն, նախկինում Նուբարաշեն վարչական շրջանից վերջնակետը կսահմանվի Տիտոգրադյան Խաղաղդոն փողոցների հատման հատված, կփոխարինվեն Ժոնգթոնգներով եւ եւս երկու փոքր դասի ավտոբուսներ կիրականացնեն Եռաբլուր Բաբաջանյան փողոց անվճար ուղևորություն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։
Հաջորդ։ Սկողական 172 զեկուցել Երևան քաղաքում իրականացվող գծանշման աշխատանքների ընթացքի մասին։ Գծանշման աշխատանքները արդեն սկսվել են, պարոն Ավինյան, բայց ներկայացնեմ նախատեսվածը վարչական շրջանների եւ ամսվա բաշխվածությամբ։ Մայիս ամսին նախատեսում է իրականացնել Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորնորք, Մալաթիա Սեբաստիա եւ Շենգավիթ համայնքներում գծանշման աշխատանքներ, իսկ մայիսի երկրորդ կեսից եւ հունիսի առաջի կեսը Արաբկիր, Դավթաշեն, Նուբարաշեն, Աչափնյակ, Նորքմարաշ եւ Էրեբունի վարչական շրջաններում։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, իսկ ինչ կասեք ավտոբուսների համար առանձնացված գծերի գծանշման մասին։ Պարոն Ավինյան, նախորդ շաբաթ էլ եւս քննարկում ենք ունեցել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ, նախատեսել ենք այս շաբաթ արդեն այն փողոցները, որտեղ որ մենք նախատեսում ենք մեր շրջայց իրականացնենք, եւ ըստ դրա արդեն ձեզ ավելի մանրամասն Որ փողոցներն են դրանք։ Գայի պողոտա, Միասնիկյան, Գարեգին Նժրե մի փոքր հատված։ Մենք այս նույն գծանշման մրցույթի շրջանակներում ենք դա իրականացնելու։ Այդտեղ հավելյալ միջոցներ, կամերաներ նախատեսում ենք, թե չենք նախատեսում։ Առհասարակ, պարոն Ավինյան, տեսեք, նախատեսված էր ինչպես դա իրականացնել, մեր ավտոբուսները եւ դիմացից եւ հետևից ունեն տեսախցիկներ եւ ոստիկանության հետ նաեւ այդ հարցն ենք քննարկում, որ այսինքն մեր ավտոբուսներով գրանցված, որպեսզի ամբողջ փողոցը իր երկայնքով չունենանք տեսախցիկներ տենց անշարժ տեղադրված, մեր ավտոբուսների գրանցված այդ խախտումները ուղարկենք ոստիկանություն եւ դրա հիման վրա արդեն համապատասխան որը վարչական վարույթ իրականացվի այդ վարորդների նկատմամբ։ Օրենքում փոփոխություններ պետք են թե պետք չեն։ Այո, կլինի, ես ավելի մանրամասն ձեզ մի շաբաթվա մեջ կտեղեկացնեմ։ Շատ լավ, եկեք սա որպես առանձին հանձնարարական սահմանենք, որպեսզի պարբերաբար անդրադառնանք ավտոբուսների գծանշումները եւ դրանց հետ կապված բոլոր հարցերը։ Հաջորդը։ Տրանսպորտի վարչությանը վարչական շրջանների ղեկավարներին հսկողական 100, ծանր ավտոմեքենաների երթևեկությունը համապատասխան ճանապարհային նշաններով կանոնակարգելու նպատակով գույքագրել եւ ներկայացնել փողոցների ցանկ։ Պարոն Ավինյան, նշեմ, որ գրեթե բոլոր վարչական շրջաններից արդեն ստացել ենք համապատասխան առաջարկություն, թե որ փողոցներում է նախատեսվում արգելել կամ ըստ ժամային արգելել բեռնատարների երթևեկությունը, փողոցների ցանկը կա, պարզապես ոստիկանության հետ եւ բարեկային ծառայության եւ ճանապարհային ոստիկանության հետ մի շաբաթվա ընթացքում արդեն կիրականացնենք նաեւ այդ քննարկումները։ Նշանները, պարոն Սարգսյան, ունենք։ Նշաններով կա, հա, իհարկե ունենք։ Հաջորդ։ Երևանի ավտոբուս ընկերությանը սկողական 103 զեկուցել գազելների տեխնիկական թերությունները երաշխիքային սպասարկման ժամկետներում վերացնելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն Ավինյան, երաշխիքային սպասարկումը խոստացել են, որ այս շաբաթվա ընթացքում կբերեն, խնդրում եմ հանձնարարականը մեկ շաբաթով երկարացնել։ Շնորհակալություն, երկարացնենք։ Իսկ ինչ վիճակում են այդ գազելները, առհասարակ պարոն Մանուկյան, եթե շատ անկեղծ։ Եթե շատ անկեղծ, մենք ունենք 100 գազել մագնիշի փոքր դասի միկրոավտոբուսներ, գրեթե 50%-ը չի աշխատում։ Երբ են գնել դրանք։ 2 տարին արդեն լրացել է։ Շնորհակալություն։ Հաջորդ։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ընկերությանը սկողական 123 զեկուցել մետրոպոլիտենի նոր շարժակազմի ավելացման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին։ Պարոն Ավինյան, մետրոպոլիտենի հարդիականացման հետ կապված աշխատանքին ուզում եմ ձեզ զեկուցել, որ մեկ շարժակազմ եւ պայստամասերի հետ կապված տեղ բնութագրերը արդեն պատրաստ են, մի շաբաթ մրցույթը կհայտարարվի։ Նաեւ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ անցած 6 ամիսների ընթացքում նաև վերանորոգվել է մետրոպոլիտենի տնտեսված գումարների եւ աշխատակիցների օգնությամբ 3 շարժակազմ 3 վագոններով։ Այսինքն այս պահին ունենք մենք 9 շարժակազմ 2 վագոններով, 4 շարժակազմ 3 վագոններով, 2 շարժակազմ նաև։ Եվ ուզում եմ տեղեկացնել եւ ունեմ դա նորություն հզոր օդափոխիչների հետ կապված 13 հատ արդեն տեղադրումները վերջացրել ենք։
Ստուգումների արդյունքում պարզվեց, որ վերջին 30 տարվա ընթացքում պարոն Ավինյան այնտեղ խոնավությունը եղել է մոտ 100%-ի չափ, հիմա արդեն աշխատացրել ենք հզորօդափոխիչները, որը իջել է արդեն խոնավության տոկոսը 75-ի, որը որ մետրոպոլիտենի նորմաներին լրիվ հավասար է, 14-րդ պետք է տեղադրենք, այնտեղ Զորավար Անդրանիկում հորատանցման աշխատանքներ տարիներով չէր կատարվել, հիմա արդեն կատարվել է, ամենք հասել ենք մեր ուզած դեղին, արդեն երևի մի ամսվա ընթացքում հաջորդ 14-րդն էլ կտեղադրենք, այսքան շնորհակալություն։ Շնորհակալություն հաջորդ։ Ջրային կառույցներ ընկերությանը սկողական 105 զեկուցել Երևանյան լճում կուտակված աղբը հատուկ տեխնիկայի միջոցով մաքրելու նպատակով մրցույթ հայտարարելու աշխատանքների մասին։ Պարոն Ավինյան, տեղ բնութագրերը պատրաստ են, ես առանձին կներկայացնեմ ձեզ։ Մեկ էլ կխնդրեի գնման գործընթացի հետ կապված մի հատ քննարկում ձեզ մոտ լինել էլի։ Մի հատ ներկայացրեք, ուզում կարող ենք հիմա էլ քննարկել։ Չէ, այնտեղ տեխնիկական խնդիրներ կան, դրա համար կուզենայի մասնավորապես ֆինանսական վարչության հետ կուզեի այդ քննարկումը լիներ, մեկ է գնումների Գումար չկա սրատակ դրած։ Այո։ Հա, դե ասեք որ գումար չկա, ինչ գումար է նախատեսվում։ $100,000-ից սկսած եւ ավել։ Ըստ օպցիաների արդեն գինը բարձրանում է։ Հիմա մենք որ օպցիայով ենք այդ տեխնիկական առաջադրանքը։ Նախնականը այս $100,000 անոցի։ Շատ լավ, կքննարկենք, կհասկանանք։ Հաջորդ։ Քաղաքաշինության հողի վերահսկողության վարչությանը վարչական շրջանների ղեկավարներին հասարակական կարգի պահպանության ծառայությանը սկողական 70 կատարման ժամկետ յուրաքանչյուր շաբաթ։ Պարոն Աբինյան, նախորդ շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում ընթացքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի եւ այլ օբյեկտների շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու արդյունքում կազմվել է թվով 54 արձանագրություն, որից քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից 24 արձանագրություն, հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 19 արձանագրություն եւ վարչական շրջանների կողմից 11 արձանագրություն, որից 3-ական արձանագրություն կազմվել է Աջափնյակ, Արաբկիր եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում եւ 1-ական արձանագրություն Կենտրոն եւ Նորնորդ վարչական շրջաններում։ Նշեմ նաեւ, որ նախորդ շաբաթվա ընթացքում զեկուցված արձանագրությունների թիվը կազմում էր 32 եւ նաեւ հակիրճ ներկայացնեմ տվյալ 54 արձանագրություններից մասնավորապես 13 արձանագրությունները դրանք ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթումների դեպքերն են, 40 արձանագրությունները շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերն են եւ մեկ արձանագրություն եւս սանիտարական կանոնների խախտման դեպքով, մասնավորապես շինարարական աղբի կուտակման դեպք։ Նույն ժամանակահատվածում կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ քաղաքաշինության եւ հողի վերահսկողության եւ հասարակական կարգի պահպանության ծառայության մասնակցությամբ իրականացվել է թվով 2 քանդման աշխատանքներ։ Դրանք են ուզում եմ նշել Ալեք Մանուկյան փողոց 10/2, 12/5 եւ Խանջան փողոց 20/5, 18 եւ 20/3 հասցեներում իրականացվել է բետոնե հիմքերով եւ մետաղական կոնստրուկցիաներով ծածկերի, քարե եւ մետաղական շինությունների բետոնյա աստիճանների եւ ջրավազանի քանդման աշխատանքներ եւ մյուս հասցեն Խանջան փողոցի 20/6 հասցեում գտնվող իրականացվել է մետաղական ցանկապատի, բետոնյա հարթակի, բետոնյա ջրավազանի քանդման աշխատանքները։ Շնորհակալություն, ես վերջինները օղակաձև այգու մաքրման աշխատանքների մասին էին։ Սա շարունակություն մեր այգիների տարատեսակ կրպակներից, ցանկապատերից, շինություններից, հին կաֆեներից մաքրման աշխատանքների ծրագրի մի մաս է եւ ուզում եմ, որ մենք այս աշխատանքներում շատ հետեւողական լինենք, պարոն Ասատրյան, որովհետեւ այն տարածքները, որոնք որ հանրությունից կարելի ասել վերցվել են, պետքա վերադարձվեն։ Այգիները պետքա լինեն կանաչապատ եւ պետքա լինեն մեր բոլորի երևանցիների զբոսնելու վայրը, այլ ոչ թե 1-2 կաֆեատիրոջ, այսպես ասած, սեփականությունը։ Իսկ ինչ վերաբերում է շինհրապարակներին, պարոն Ասատրյան, այս աշխատանքը նույն տեմպով պետքա շարունակենք եւ մենք պետքա հասնենք այն մակարդակի, որ բոլոր շինհրապարակներն ու մասնավորապես 4 ռիսկայնության մասին եմ ես խոսում, բազմաբնակարան շենքեր եւ այլն,
բոլորը խստագույնս պետքա պահպանեն այն ստանդարտները եւ այն նորմերը, որոնք որ հիմա գործում են։ Եվ այստեղ կոմպրոմիսի տեղ մենք չունենք, որովհետեւ իրականում նաեւ այդ ոչ պատշաճ շինարարությունների հետևանք է քաղաքում օդի աղտոտվածությունը։ Նաև իրենց չափաբաժինն ունեն, էլի, իրենց ներդրումն ունեն։ Եվ մենք պետք է հետևողականորեն անընդհատ այս process-ը առաջ տանենք, մինչև որ այդ մասով չունենանք էական բարելավումներ։ Շնորհակալություն հաջորդ։ Ալիա շարունակել, խնդրեմ։ Մի մասով ունեի։ Տվյալ շաբաթվա ընթացքում պարոն Ավինյան եւս մի դեպքի մասով ուզում եմ հակիրճ ներկայացնեմ։ Ունենք էլի տարբերվող այսպես ասած իրավախախտող, ուրեմն Ավան վարչական շրջանում հայտնաբերված ունենք կոպիտ իրավախախտման եւ նույն իրավախախտողի կողմից Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարված իրավախախտումների դեպք։ Խոսքը վերաբերվում է Ավան Առինջ թաղամասի առաջին միկրոշրջան 4/7 հասցեում պետ Արմշին ՍՊ-ի իրավահաջորդ Միլհաուս ՍՊ-ին ընկերությունը պատկանում է կամ փոխկապակցված է Հուսիկ Գևորգյանին, սա բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար տրված շինարարության թույլտվության ժամկետը ավարտելուց հետո առանց քաղաքաշինական փաստաթղթերի իրականացվել է հիմքերի կառուցման եւ ամրանների ամրանավորման շինարարական աշխատանքներ, որի վերաբերյալ ապրիլի 19-ին քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից կազմվել է արձանագրություն։ Նշեմ նաեւ, որ նույն իրավախախտում կատարված կառուցապատողը նմանատիպ կոպիտ խախտումներով շինարարական աշխատանքներ է կառուցել Մինսկի 17/1 հասցեում առանց համապատասխան թույլտվության եւ Կոմիտաս Պողոտայի 49/11 հասցեում, այստեղ ունենք նախագծային շեղում երկու հարկի մասով, նախորդ ժամանակահատվածներում համապատասխան արձանագրությունները կազմվել են, սա եւս այն վատ օրինակներից է մեր կառուցապատողների եւ կարծում եմ մեր քաղաքականությունը շատ հստակ է եւ համայնքը ունի կարմիր գծեր, որոնք օրենքով հստակ ամրագրված են եւ ոչ մի կառուցապատող, ոչ մի շահառու իրավունք չունի այս կարմիր գծերը անցնելու, պարոն Ավինյան։ Մենք մեր վարչարությունը իրականացնում ենք եւ նմանատիպ կառուցապատողների մասով, այդ թվում մեր վերահսկողական մյուս գործիքներով մեր վարչական շրջանի աշխատակազմի հետ համատեղ հատուկ հսկողություն ենք իրականացնելու տվյալ կառուցապատողների նկատմամբ։ Այդքանը։ Շնորհակալություն, պարոն Ասատրյան, դες այլ մեկ այլ առանձնահատկությունն է եւ այստեղ էլ կարծում եմ պարոն Ասատրյանը շատ հստակ ներկայացրեց, թե Երևանի քաղաքապետարանի քաղաքականությունն ինչպիսին է։ Եթե խոսքը գնում է հողազավթման, հավելյալ ծավալների կառուցման, ինքնակամ կառուցման մասին, մենք նույնպես շատ խիստ ենք լինելու։ Խոսքը չի վերաբերում ոչ էական շեղումներին, որոնք որ արդեն կառավարության որոշմամբ սահմանվել են եւ այդ լուծումները տրվել են եւ խոսքը չի վերաբերում նաեւ օրինակ քարտեզային շեղումներին, որտեղ որ դա բնականորեն հիմա հաշվի առնելով մեր իրավիճակը կադաստրային քարտեզի հետ կապված մենք այսպես ասած նաեւ բան ենք մոտենում, էլի, հասկանալով ենք այդ բոլոր խնդիրները հասկանալով ենք մոտենում, բայց ինչ վերաբերվում է նպատակադրված նախագծից շեղումներին, հավելյալ ծավալներին, առհասարակ այլ բան կառուցելուն, այդտեղ մեր քաղաքականությունը հստակ է եւ ամեն շաբաթ սա հաղորդելու ենք, ամեն շաբաթ, պարոն Ասատրյան, եւ դուք էլ ամեն շաբաթ շարունակելու եք ձեր աշխատանքը, որպեսզի բոլոր հնարավոր տեղերում սա կանխվի, չպետք է թույլ տրվի, որովհետեւ տարիների ընթացքում այսենց այդ մոտավորապես մոտեցմամբ հա դե թողենք, հա դե կառուցել արդեն, հա դե քաղաքը դարել է այն ինչ որ կա։ Երևան քաղաքի կենտրոնին նայում ես, աչքերիցդ արուն է թափում։ Հաջորդ։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին հսկողական 157 զեկուցել վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում այգիներում կատարվող բարեկարգման աշխատանքների եւ վարչական շրջանի ծավալուն ծրագրերի ընթացքի մասին։ Պարոն Ավինյան, տեղեկացնում ձեզ, որ վարչական շրջանում արդեն մեկնարկվել են 3 բակային աշխատանքներ, այս շաբաթ պլանավորված է եւս 6 բակերի շինարարական աշխատանքների մեկնարկը։
ուզում տեղեկացնել, որ բակային աշխատանքների տնտեսումներով պլանավորված է եւս 2 բակի նոր կառուցման աշխատանքներ, նախագծերը պատրաստ են, գտնվում են շինբարեկարգման վարչությունում։ Վերական եզրակացություն ստանալուց հետո կհայտարարվի մրցույթ։ Շնորհակալ եմ։ Քաղաքաշինության հողի վերահսկողության վարչությանը վարչական շրջանների ղեկավարներին հսկողական 137 կատարման ժամկետ յուրաքանչյուր շաբաթ։ Պարոն Ավինյան, ներկայացնեմ Երևանի քաղաքապետարանի աշտակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից 4 ռիսկայնության օբյեկտներին ծանոթություններ տրամադրելու գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, նախագծային շեղումները բացառելու վերաբերյալ, ինչպես նշել եմ, ունենք 864 օբյեկտ 4 ռիսկայնության կատեգորիայի եւ որից 608 ծանոթությունները տրվել են մեր կառուցապատողներին։ Պարոն Ավինյան, առաջարկում եմ վերջնաժամկետ սահմանել մայիսի 8-ը, քանի որ մենք 70%-ից ավելին ծանոթությունները տրամադրել ենք, մի փոքր եւս տոկոս իրատեսական է տրամադրելու, մնացած բոլոր դեպքերը հնարավոր չի լինում տրամադրելու տարբեր պատճառներով, այդ թվում երկրում չգտնվելու մասով, եւս մեկ անգամ կամփոփենք եւ առաջարկում եմ ամսի 8-ին որպես վերջնաժամկետ ամփոփել եւ ավարտել տվյալ ընթացակարգը, այս մեր նախաձեռնությունը, այսքանը։ Շնորհակալություն, ֆիքսենք մայիսի 8-ը վերջնաժամկետ։ Հաջորդ։ Արտաքին ձևավորման եւ գովազդի վարչությանը հսկողական 16 զեկուցել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վրա համապատասխան հասցեների արկայությունն ապահովելու նպատակով մրցույթ հայտարարելու աշխատանքների մասին։ Պարոն Ավինյան, երկշաբաթյա ժամկետում կհայտարարենք մրցույթը։ Շատ լավ։ Իսկ սա որևէ կերպ կապում ենք մեր բրենդ բուքի հետ։ Պարոն Ավինյան, հաշվի առնելով, որ երկար ժամանակ այս աշխատանքները չեն իրականացվել, խնդրեմ աշխատանքային կարգով քննարկենք, ինձ թվում է արդեն իսկ արկա, եթե կոնկրետ ցուցանակների եւ այդ ուկազատիվների ներուցնեմ, խնդրեմ հայրենը չեմ մտաբերում այս պահին, այսինքն այն ինչ որ ունենք, կարծում եմ այդ հին ոճով արվածը կարելի է ուղղակի դրանով շարունակել։ Շատ լավ, քննարկենք այս շաբաթ եւ ֆիքսենք, որ 2 շաբաթից նաեւ պետք է մրցույթ հայտարարվի։ Շատ բարի։ Առևտրի Հաջորդ։ եւ ծառայությունների վարչությանը, հասարակական կարգի պահպանության ծառայության վարչական շրջանների ղեկավարներին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հսկողական 86 կատարման ժամկետ յուրաքանչյուր շաբաթ։ Պարոն Ավինյան, հաշվետու ժամանակահատվածում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 28 արձանագրություն, ընթացքում է գտնվում թվով 60 վարչական վարույթ։ Այսքանը շնորհակալություն։ Համեմատական կարող եք ասել նախորդ շաբաթվա հետ։ Այսինքն եկեք ֆիքսեն, եթե չունեք հիմա թվերը, հաջորդ անգամների համար կխնդրեմ համեմատականներով։ Նախորդ շաբաթ 13 արձանագրություն է կազմվել, այս շաբաթ 28։ Շատ լավ։ Շնորհակալ եմ։ Հաջորդ։ Քաղաքապետի խորհրդական արեանին հսկողական 121 ձեռնարկել համապատասխան միջոցներ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում տեղադրված վերելակների սպասարկումը կանոնակարգելու ուղղությամբ եւ զեկուցել։ Պարոն Ավինյան, հանձնարարականը բացելու օրվանից հասցվել է հետևյալը. կազմվել եւ ավականուն է ներկայացվել համապատասխան ավականու որոշում, մարտ ամսին ընդունվել է ավականու որոշում, 1041 2019-ից 22 թվականների ընթացքում տեղադրված վերելակները բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականատերերի իրավունքի տեսանկյունից բնակիչներին նվիրելու իդեմս բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների։ Որոշումը ընդունվել է, մտել է ուժի մեջ, ըստ այդ մել համապատասխան որոշման մայրաքաղաքի 1041 վերելակներից բաժին էր ընկնում 134 համատիրությունների, 28 լիազորագրային կառավարիչների, 35 վերելակ եւ վարչական շրջանի ղեկավարներին, որտեղ չկա կառավարման մարմին, 19 վերելակ։ Պարոն Ավինյան, ավականու նիստից հետո 1041 վերելակների ընդունման հանձնման ակտի ձևերը մշակվել է եւ այս պահին ավարտվել է այս գործընթացը։ Ընդունում հանձնումը ավարտված է։ Մեր կողմից իրավաբանական վարչության հետ համատեղ մշակվել է վերելակների սպասարկման համար սպասարկող կազմակերպության եւ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների, որոնք լիազորված են սեփականատերերի առումից, սպասարկման պայմանագրի ձևը եւ մշակվել են սպասարկման տեխնիկական բոլոր պայմանները։ Այս պահի դրությամբ
Այս սպասարկման պայմանագրերի ձևերը եւ սպասարկման տեխնիկական պայմանները բաժանվել է համատիրություններին, կարծում եմ պարոն Ավինյան, 1 ամսվա ընթացքում ամբողջ գործընթացը կավարտվի։ Խնդրեի վերջնաժամկետ սահմանել 1 ամիս։ Շատ լավ, պարոն Արեյան, եկեք ֆիքսենք 1 ամիս ժամկետ, եւ որպիսի մենք կարողանանք հիմնարար լուծում ունենալ այս բոլոր տեսակի խնդիրներին, մենք ձեր հետ, պարոն Արեյան, պարոն Դանիելյանի հետ քննարկել ենք նաեւ համատիրությունների մասին օրենքում հիմնարար փոփոխությունների Երևանի քաղաքապետարանի առաջարկները։ Ես կառաջարկեմ նոր հսկողական ավելացնել արդեն պարոն Դանիելյանի համար, որպիսի այդ նախագիծը արդեն իսկ նախնական քննարկված մեր կողմից դրվի շրջանառության մեջ եւ մենք փորձենք այդ հիմնարար լուծումը տալ եւ անընդհատ չսկսենք վերելակ փոխարինել, հետո մտածել ոնց այդ վերելակի սպասարկումը կազմակերպել, այն ինչ որ պետք է անի համատիրությունը, պետք է անի համատիրությունը։ Մենք եկեք օգնենք համատիրություններին, որպեսզի իրենք իրենց աշխատանքում կարողանան հաջողել եւ դա եւ ենթադրում է որոշակի ֆունդամենտալ մեխանիզմների փոփոխություն, ֆինանսավորման տրամաբանության փոփոխություն եւ կարծում եմ այս խնդիրը միայն Երևանում չէ, սա ամբողջ հանրապետությունում է, բայց ամենադժվարին իրավիճակը Երևանում է եւ եկեք ֆիքսենք, որ մենք իրականացնում ենք վերելակների փոխարինման աշխատանքներ մեծ ծավալներով, որը մենք կանենք եւ ավարտին կհասցնենք վստահաբար, բայց սա մեր գործառույթը չէ։ Խնդրեմ, պարոն Դանիելյան։ Պարոն Ավինյան, ձեր քննարկել ենք այդ հայցակարգը ընդհանուր, դրա հետ կապված ուզում եի տեղեկացնել, որ որոշակի արդեն աշխատանքներ կատարվել են, մասնավորապես իրավական մասը քննարկել ենք պարոն Սուրեն Գրիգորյանի հետ, ընդհանուր պատկերացումները ամբողջությամբ ունենք, թե ինչ ենք ուզում ունենալ եւ այն ճանապարհային քարտեզը, թե ոնց ենք ուզում այդ նշանակետին հասնել, այդ թվում նաեւ ուզում ենք, որ տվյալ օրենքը, որը մի շարք այլ օրենքների հետ որոշակի համադրելու խնդիրներ է ունենալու, նաեւ միջազգային գործընկերների օժանդակությամբ փորձում ենք դրամաշնորհային ֆինանսական ներգրավելով, հա, մի հատ մեծ իրավաբանական աշխատանք կատարել, որպեսզի վերջնարդյունքում արդեն եւ չհակասենք միջազգային պարտականություններին, այսինքն համատիրությունները որպես առանձին ինքնավար, այո, կառույցներ այդ գաղափարը մեր մոտ չմերժենք, բայց մյուս կողմից ունենանք աշխատող մեխանիզմներ, որովհետեւ սենց շարունակելը բերելու է արդեն իրական ազգային անվտանգության աղետի հասցնի, որովհետև շենքերի մի մասը հենց դրա պատճառով է այսօրին հասել։ Շատ լավ, պարոն Սուրեն Գրիգորյանին եւս մեկ այլ խնդրանք նոր հսկողականի հետ կապված, մենք արդեն իսկ ունենք փորձ 4 կարգի վթարային շենքերի խնդրի լուծման պիլոտային մեկ մոդել։ Ես կառաջարկեմ, պարոն Գրիգորյան, մենք փորձենք համակարգային լուծում առաջարկել, լուծում գտնել վթարային շենքերի վերակառուցման համար հավելյալ շահագրգռվածություններ ավելացնելով կառուցապատողների համար։ Ես կարծում եմ, որ այդ հավելյալ շահագրգռվածությունները իհարկե առանձին մեկ այլ խորհրդակցության քննարկման առարկա է, թե ինչ բովանդակությամբ, բայց արդեն իսկ այն, այսպես ասած, այդ բալվանկան ունենանք մեզ մոտ, թե ինչ ենք ուզում մենք առաջարկենք կառուցապատողներին եւ շահագրգռենք, որպիսի այս գործող շուկայական պայմաններում կառուցապատողներին ավելի հետաքրքիր լինի 4 կարգի, 3 կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրեր վերցնել, որովհետև մեր փորձից ելնելով դա բավականին դժվար է եւ նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն կառուցապատողներին, ովքեր որ մասնակցում են այս ծրագրերին, բայց եկեք այս համոզելու process-ից անցնենք մեխանիզմ ստեղծելու process-ին, որտեղ որ շահերը կհամընկնեն։
Շատ բարի, պարոն Ավինյան, մենք քննարկենք հնարավոր մեխանիզմները առաջարկենք, բայց այս պահից սկսած կարամ ասեմ, որ այդ խրախուսման մեխանիզմների ստեղծումը անխուսափելիորեն կառավարության, նաև ազգային ժողովի Վստահաբար ազգային ժողովի նույնիսկ այնտեղ օրենքներում ընդհանրաբար որոշակի փոփոխություններ պետք է իրականացնեն, միգուցե ռենովացիայի մասին նոր օրենքի քննարկում պետք է բացենք, բայց մեխանիզմները, պարոն Գրիգորյան, արդեն իսկ մեր շուկայում առկա են։ Այսինքն կան մեխանիզմներ, որոնք որ մենք խրախուսել ենք երկար տարիներ շինարարությունը։ Անկեղծ ասած, մենք ինքներս երևի թե չենք հասկացել ինչի տենց ամբողջ ծավալով, եկամտային հարկը ինչ տրամաբանություն կար ամբողջ ծավալով տարածելու, բայց դա դրական որոշակի իր էֆեկտը բերեց։ Այսինքն հիմա մենք կառավարությունը գնում է հակառակ process-ով սահմանափակելով եկամտային հարկի արտոնությունները, բայց կան կոնկրետ դեպքեր, որտեղ օրինակ նույն եկամտային հարկի արտոնությունը, ինչպես 4-րդ կարգի, 3-րդ կարգի վթարային շենքերի վերակառուցումը շատ տրամաբանական է։ Այսինքն այս առաջարկությունների փաթեթը մենք եկեք սկսենք սահմանել։ Շատ բարի։ Շնորհակալ եմ։ Հաջորդ։ Քաղաքապետի խորհրդական Արյանին հսկողական 170 զեկուցել սույն թվականի ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների մասին։ Պարոն Ավինյան, քաղաքապետարանի բոլոր վարչությունները, վարչական շրջանի ղեկավարներն ու ենթակա կազմակերպությունները իրենց առջև դրված խնդիրը լուծել են ամբողջությամբ։ Խնդրեի հսկողականը անել հսկողությունից կատարված է։ Շնորհակալություն պարոն Արյան, կֆիքսենք որ հսկողականը կատարված է եւ մի հարց էլ նախորդ տարիներին մենք ունեցել ենք լուսավորություն։ Դրա համար ֆինանսավորումը ով է տվել նախկինում կառավարությունը թե մենք։ Որ լուսավորության մասն է խոսքը։ Հենց բանի Ծիծեռնակաբերդում որոշակի լուսավորության աշխատանքներ են արվել ապրիլի 23-ին։ Դա մեր բյուջեով արվել թե կառավարության։ Ոչ, այնտեղ երկհալույսի ցանցը ամբողջությամբ մերն է, մեր շահագործում, մեր պահպանում, մնացածը տեխնիկայի համար որ բերել։ Գեղարվեստական լուսավորության մասին է խոսքը։ Չէ, դրա հետ կառավարությունն է արել, չէ, պարոն Դանիելյան, այսինքն մենք կապ չենք ունեցել դրա հետ։ Շատ լավ, շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, հսկողականը համարենք փակված։ Քաղաքապետի խորհրդական Արյանին հսկողական 171 ձեռնարկել համապատասխան միջոցներ սույն թվականի ապրիլի 29-ին համաքաղաքային շաբաթօրյա կազմակերպելու ուղղությամբ եւ զեկուցել։ Պարոն Ավինյան, կազմվել է շաբաթօրյակի կազմակերպման եւ իրականացման գործողությունների ծրագիր, համաձայն այդ գործողությունների ծրագրի արդեն գույքագրված են նյութական եւ մարդկային ռեսուրսները, կազմված է դրանց մոբիլիզացիոն պլանը։ Նյութական ռեսուրսներից գույքագրված են անհրաժեշտ միջոցներ, ձեռնորդներ, մեքենա-մեխանիզմներ, անձնակազմի ռեսուրսները, քաղաքապետարանի աշխատակազմ, ենթակա կազմակերպություններ, բնակչություն, համատիրություններ եւ շուրջ 200 նամակով դիմվել է պետական կառավարման, հանրային սեկտորին, մասնավոր սեկտորին, բանկային համակարգին, ստացել ենք շուրջ 70 արձագանք ուրբաթօրվա դրությամբ, իսկ դրանք հիմա շարունակվում են նորից, քանի որ միացավ նաև համապետական շաբաթօրյակը, իսկ ինչ մնում է մնացած տեխնիկայի եւ գործիքների բաշխմանը, ԵԱՍՄ եւ ՀՕԱԿ կազմակերպությունների ամբողջ ռեսուրսը բաշխված է, միաժամանակ շինբարեկարգման վարչության հետ քննարկվել ենք մասնավոր սեկտորից շինտեխնիկայի ներգրավում, այս ամենը ամփոփված, բաժանումը կատարված է ժամկետներով, գույքագրված են բոլոր վայրերը, որտեղ պիտի իրականացվի շաբաթօրյակը համաքաղաքային, եւ այս ծրագիրն ամբողջությամբ ուրբաթօրը քննարկվել է վարչական շրջանի ղեկավարների հետ, յուրաքանչյուր վարչական շրջանում ղեկավարելու է աշխատանքը վարչական շրջանի ղեկավարը, եւ այս պահին բոլորը ունեն իրենց գործողությունների պլանը, ներառյալ մեր այն վարչությունները, որոնք ունեն համակարգման տակ ունեն մեծականակ կազմակերպություններ, կրթություն, մշակույթ, առողջապահություն։ Կշարունակենք նախապատրաստական աշխատանքները այս 3 օրվա ընթացքում, չորեքշաբթի կկատարենք ամբողջ նյութական ռեսուրսների բաշխումած վարչական շրջանների եւ պատրաստ կլինենք ամսի 29-ին ժամը 10-ին տալու շաբաթօրյակի մեկնարկը։ Այս հանձնարարականը կրկնեի թողնել ավարտից հետո հանել։ Շնորհակալ եմ, պարոն Արյան, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ,
մենք հաճախ շատերս խոսում ենք, թե ինչքան ենք սիրում մեր քաղաքը։ Եվ քաղաքի նկատմամբ սերը նաև արտահայտվում է, թե ինչպես ես վերաբերվում քո քաղաքին։ Ինչ է քաղաքը քո համար, ինչ է Երևանը քո համար, եւ իմ համոզմամբ, եթե բոլորիս համար քաղաքը լինի տան պես, այսինքն վերաբերմունքը լինի տան պես, մենք երբեք չենք ունենա փողոցում աղբի այն կուտակումները, որ ունենք այսօր։ Չէ՞ որ մենք մեր սեփական տանը աղբ չենք թափում։ Իսկ ինչով է մեր տան շքամուտքը, մեր տան վերելակը, մեր բակը, մեր փողոցը, ոչ մեր տունը։ Դա էլ մեր տունն է եւ համապատասխան վերաբերմունքը պետք է ունենանք քաղաքի նկատմամբ։ Եվ ամեն անգամ, երբ որ մենք այդ խոսքերով կարող ենք ասել, որ սիրում ենք քաղաքը, բայց օրինակ ավտոյի պատուհանից սիգարետի կներեք արտահայտությանս համար բիչոկ նետենք, չգիտեմ, պատուհանից աղբ նետենք եւ այսպես շարունակ, դա նշանակում է, որ մենք հեչել չենք սիրում մեր քաղաքը։ Եվ այն պայից սկսած, երբ որ մենք վերաբերվենք մեր քաղաքին որպես մեր տուն, մեր սեփական տուն, ես վստահ եմ, այս մշակույթի մեջ, եթե մենք կարողանանք ներդնել, մենք քաղաքում չենք ունենա այն աղբի խնդիրը, որ ունենք։ Եվ այս շաբաթօրյակը հենց այդ խորագրի ներքո է անցնելու։ Երևան իմ տուն։ Շնորհակալ եմ, պարոն Արյան։ Շնորհակալություն։